Թութ եք թափում, դες գործ է տան, դող եք հաշում, պոպոկ եք հավաքում։ Դե աշխատում եք, հողբան եք վարում, անասուն եք պահում, դոշաբ եք եփում, դենց օղի եք հաշում։ Սնցել է հողամասի գործերով, վաճառում եմ, միջուկ եմ սարքում, միջուկն եմ վաճառում։ Ահա այսպես էլ ապրում են Քարահունջ գյուղի բնակիչները, ամբողջ տարին աշխատում են, վաճառում իրենց բերքն ու բարիքը, ընկույզը լոբին Քարահունջի հայտնի թթի օղին։ Նրանց հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է եւ անասնապահությունը։ Այստեղ ոռոգման ջրագիծ եւ կոյուղու ցանց է կառուցվել, արդիականացվել է գիշերային լուսավորության համակարգը։ Սակայն Քարահունջը մաքրությամբ չի փայլում, ինչպես համայնքային կենտրոնը Գորիսը։ Գյուղը գտնվում է սողանքային գոտում եւ բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրը դրանից բխող անվտանգությունն է։ Կողմերը արդեն հանած է, մի քանի 15 տուն հանած է։ Այնա ճակը վերևից մինչև ներքև։ Վերջին տասնամյակում սողանքների ակտիվացումը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Գյուղի տարածքում նկատվում է հողի շարժեր, տների պատերին առաջանում են ճաքեր։ Վերջին սողանքը արձանագրվել է այս տարվա օգոստոսին։ Ոմանց համար այս վիճակից լավագույն ելքը 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագիրն է։ Վերջին 2 տարում սահմանամերձ այս գյուղում կառուցվել է 51 առանձնատուն։ Հա, մենք էլ ենք սարքում, ես փրվում է, մեր սողքի տակը արդեն այն շենքը տես ճակած են։ Սողքի տակը մեր էս փողոցը։ Ամեն օր գալիս են մասմետաներ թողում քյուն, որը կան 1000 քյուն, բայց ոչ իմբե։ Ի տարբերություն հարևանների Արմեն Ալավերդյանի ընտանիքը այդ ծրագրից օգտվել չի կարող, ասում է սեփականաշնորհված հողամաս չունեն։ Նրանց կարգավիճակում գտնվող համագյուղացիներից ոմանք ակնկալում են, որ գոնե շինանյութով կօգնեն ամրացնելու համար տների հիմքերն ու պատերը։ Գիշերը տոնը չրչրթում ածեներ է գալիս։ Վախում ենք, տների վիճակ չկա։ Տանտիրուհին Մարինե Գաբրիելյանը հրավիրում է ներս, հորդորում է չվախենալ, ասում է ամեն օր պատերին կամ առաստաղին մի նոր ճեղք է ավելանում։ Նա ես պատալոկը պես ոնց է հերված է։ Հող է թափում, սա որը հող եմ սրբում, էդ է մեր վիճակը։ Բայց գալիս է նայում է։ Հա, մարզպետարանից ուղարկել է, ճիշտն ասած, դե գործը ընթացքի մեջ է։ Սպասողական այս վիճակը տարիների պատմություն ունի, հարց են ուղղում մարզային իշխանություններին, ինչքան կարելի է սպասել, երբ ամեն վայրկյան առկա է փլուզման վտանգը, սեփական ուժերով չեն կարող տունն ամրացնել, թեև դա էլ ժամանակավոր լուծում է։ Հայ, ստեղ այստեղ տան տակը ղաբը, մենակ մի մեծ սենյակ ամերի նման, դրա համար սեստները շուտ է էլի նստում։ Մանուշակ Ալավերդյանի ընտանիքը գյուղի մոտակայքում հողամաս ունի, ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի սկզբնամասում։ Ասում է ժամանակ առաջ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար անձնագրով էին գնում գալիս, հիմա անցակետը հանել են։ Սկզբից բաներ, պոստ էին դրել, բան էին անում, պասպորտով էին գնում, ոնց որ պետք է հիմա գնում ենք արդեն։ 4 պալասանիկ բան են սարքել։ Այն երկևից կեմել, որ քյումեսի սարաբարձանում, իրաց տեսնում ես իրաց տեխնիկան աշխատում է։ Այս մի ճանապարհը փակած աթեով եմ, քյուն բանով եմ, սիսյանով եմ գնում։ Քարահունջի բարձունքից պարզ տեսանելի է 1964 թվականին կառուցված երբեմնի բանուկ ճանապարհը, որտեղ արդեն 5 տարի դադարել է երթևեկությունը, որոշ հատվածներից տեսանելի են ադրբեջանական դիրքերն ու ճանապարհաշինական տեխնիկան։ Գյուղի բնակիչները հաճախ են քննարկում այդ անվստահելի հարևանների հետ խաղաղության եւ ազատ երթևեկի հնարավորության հարցը։ Թորքին է խաղաղություն ոչ, ես Ղարաբաղցի եմ, եսիկս թոքը այն մարդը չի, որ իր հետ խաղաղություն լինի։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Սյունիքի մարզ, գյուղ, Քարահունջ։